Իրանից հայտնել են, որ պատերազմի մեկնարկից ի վեր ամենազանգվածային հարվածն են հասցրել Իսրայելի տարածքին, կիրառվել է մի քանի տասնյակ գերծանր բալիստիկ հրթիռ։ Հաղորդվում է Թել Ավիվում ավերածությունների մասին, թիրախում են հայտնվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային տերմինալներից մեկը, Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը։ Իսրայելը ամերիկյան ուժերն էլ հարվածել են Թեհրանին եւ իրանական այլ բնակավայրերի։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հրահանգով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն իրականացրել է Մերձավոր Արևելքի պատմության ամենահզոր ռմբակոծություններից մեկը եւ ոչնչացրել է Խարկ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները։ Դոնալդ Թրամփը հայտարարել է ներկայում կենտրոնացած են Իրանի հրթիռները եւ ԱԹՍ-ները ոչնչացնելու ուղղությամբ, հետագայում կարող են զբաղվել նաեւ հարստացված ուրանի հարցով։ Մենք կարող էինք ոչնչացնել Իրանի բոլոր օբյեկտները 1 ժամում, բայց մտածում ենք ժողովրդի մասին, ընդգծել է նախագահը։ Թրամփը խոսել է Իրանի նոր գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրված Մոջթաբա Խամենեիի մասին, որի հետ կապված տեղեկություն տրամադրելու համար պետքարտուղարությունը $10 միլիոն պարգևավճար է սահմանել։ Մենք 2 անգամ ոչնչացրինք նրանց ղեկավարությունը, հիմա նրանք փորձում են 3-րդ անգամ առաջնորդ ունենալ, բայց ոչ ոք չգիտի որտեղ է Խամենեիի որդին։ Նա հավանաբար ողջ է եւ վիրավոր, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի խոսքով Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց ոչ այնպիսին, ինչպիսին ինքը պատրաստ է ընդունել։ Իսրայելից էլ կարծիք են հայտնել, որ պատերազմը դեռ կշարունակվի առնվազն եւս 2 շաբաթ։ Անկարան մեկնաբանել է մարտի 13-ին Թուրքիայի ուղղությամբ հրթիռային արձակումը, ավելի վաղ Հանրապետության ՊՆ-ն նմանատիպ արդեն 3-րդ միջադեպի համար մեղադրել էր Իրանին, մինչդեռ Թեհրանը հերքել է տեղի ունեցածի հետ կապը, իր հերթին մեղադրելով Իսրայելին։ Ռեջեփ Էրդողանի խոսքով ծայրահեղ զգույշ են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելուն ուղղված թակարդների եւ սադրանքների հարցում։ Կենտրոնանում ենք տեղի ունեցողի ոչ միայն ակնհայտ կողմի, այլև կուլիսներում զարգացումների վրա, վերլուծում ենք բոլոր նյուանսները, հավելել է Թուրքիայի նախագահը։ Հորմուզի նեղուցի փակման ֆոնին պահպանվում է լարվածությունը համաշխարհային էներգետիկայի ոլորտում։ Սպիտակ տունը հայտարարել է, որ սկսել են ավելի շատ նավթ եւ գազ արդյունահանել կանխելու մատակարարումների ընդհատումները։ Կրեմլի խոսնակն էլ նշել է, որ այժմ աշխարհին առավել քան երբևէ անհրաժեշտ են ռուսական էներգակիրները։ Դմիտրի Պեսկովի խոսքով ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների թուլացումից հետո ավելի շատ երկրներ են ցանկանում ռուսական նավթ գնել։ Ռուսաստանը հրթիռներով եւ ԱԹՍ-ներով համակցված զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային, թիրախում է հայտնվել Կիևի մարզը, հատկապես շրջանի էներգետիկ ենթակառուցվածքը, կան զոհեր եւ վիրավորներ, պայթյուններ են լսվել նաեւ մայրաքաղաքում։ Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ ուկրաինական ուժերն էլ անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի Կովկաս նավահանգստին, հրդեհ է բռնկվել կան տուժածներ։ Օրեր առաջ Բրյանսկի զանգվածային թիրախավորման հետևանքով զոհերի թիվն էլ հասել է 8-ի։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում առայժմ դադար է Մերձավոր Արևելքում զարգացումներով պայմանավորված։ Ուկրաինայի նախագահի խոսքով ամերիկյան կողմը պատրաստ է հանդիպել միայն ԱՄՆ-ի տարածքում։ Կիևը համաձայնել է, սակայն Մոսկվան առաջարկում է Թուրքիայի կամ Շվեյցարիայի հարթակները, մանրամասնել է Զելենսկին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վաշինգտոնի թիմի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը հետաձգվում է եւ կարող է անցկացվել հաջորդ շաբաթ։ Պակիստանից հայտնել են, որ մայրաքաղաք Իսլամաբադի մոտակայքում 2 անօդաչու թռչող սարք են որսացել, տեղական զլմների տվյալով իշխանությունը տեղի ունեցածի համար մեղադրել է թալիբների հետ կապված զինված խմբավորումներին։ Իսլամաբադի օդային տարածքը կարճ ժամանակով փակվել է։ Մարտի 13-ին Քաբուլից հայտնել էին, որ Պակիստանի զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Աֆղանստանի տարածքին, թիրախում են հայտնվել մայրաքաղաքի եւ այլ բնակավայրերի օբյեկտներ, այդ թվում վառելիքի պահեստներ։ Հաղորդվել է զոհերի եւ վիրավորների մասին։ Աֆղանստանի ՊՆ-ի տվյալով ի պատասխան թալիբները հարվածել են Պակիստանում ռազմավարական օբյեկտների։ Երկրների միջև սահմանային բախումները սկսվել էին փետրվարի վերջին, չնայած 2025 թվականին ձեռք բերված հրադադարին։ Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանի դեմ գործող զինյալների։ Թալիբանը հերքում է այս մեղադրանքները։ Դիանա Գասպարյան, լուրեր։